Շնորհակալություն, հարգելի պարոն Գաբրելյան, հարգելի գործընկերներ, քանի որ նախագծերը ներկայացված են երկրորդ ընթերցմամբ եւ առաջին ընթերցման ժամանակ մենք բովանդակությունը քննարկելու բավարար ժամանակ ենք ունեցել, ձեր թույլտվությամբ կանդրադառնամ միայն առաջինից երկրորդ ընթերցում առաջարկվող փոփոխություններին եւ պետք է նշեմ, որ կառավարության կողմից մի շարք փոփոխություններ են առաջարկվել երկրորդ ընթերցմամբ նախագծերում, մասնավորապես դրանց մի մասը խմբագրական է եւ ուղղված է նրան, որպեսզի օրենքի փոփոխությունների շրջանակում համապատասխան հղումները ճիշտ լինեն եւ այդ իմաստով երկրորդ հոդվածում է նախադպրոցական կրթության մասին օրենքի փոփոխություն արվել, որով ճիշտ հղումներ են դրվել արդեն հաշվի առնելով իրականացվող փոփոխությունները հանրակրթության մասին օրենքում ուրեմն նախագծի վերնագիրն է ուրեմն փոփոխվել եւ այստեղ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին է դարձել նախագիծը հաշվի առնելով, որ խոսում ենք նաեւ լրացման մասին եւ հիմնական փոփոխությունը, որը առաջարկվել է առաջինից երկրորդ ընթերցում, դա երկրորդ հոդվածի ուրեմն փոփոխությունն է, որով առաջարկվում է ուրեմն օրենքի 31-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ եւ այդ խմբագրությունը նպատակ ունի հստակեցնել դպրոցների ենթակայության փոփոխության պայմանավորված տարածքային կառավարման մարմինների եւ Երևանի քաղաքապետի լիազորությունները պետք է հիշեցնեմ, որ մենք այս օրենսդրական փոփոխությունը արդեն իսկ ընդունել էինք եւ այս տարվա սեպտեմբերից արդեն իսկ մարզային հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայությունը լիազոր մարմնի տեսանկյունից փոխանցվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը միաժամանակ մարզերը եւ շարունակելու են իրականացնել կարևորագույն գործառույթներ վարչատնտեսական կառավարման ուղղությամբ, անդրադառնալով մասնավորապես շենքային, գույքային պահպանման եւ ընթացիկ օպերացիոնալ կառավարման հարցերում այլ անհրաժեշտ աշխատանքներին եւ հոդված 31-ում իրականացված մանրամասն փոփոխությունները վերաբերում են հենց դրան, որպեսզի սեպտեմբերից ուժի մեջ մտնող դրույթները լինեն շատ հստակ եւ պարզ դարձնեն յուրաքանչյուրի անելիքը բաց չթողնելով որևէ կարևոր ուրեմն ուղղություն եւ ըստ այդմ էլ համապատասխան փոփոխությունը արվել է նաեւ խմբագրական անցումային դրույթներում ըստ էության սրանք են առաջինից երկրորդ ընթերցում առաջարկվող օրենսդրական փաթեթում իրականացված փոփոխությունները պետք է հիշեցնեմ, որ մենք երկու հիմնական ուղղություն ունեինք նախադպրոցական կրթության ոլորտում ընդլայնելու նախակրթարանների գործունեությունը եւ հնարավորություն տալու ավելի մեծ թվով երեխաների օգտվելու նախակրթարաններից, ինչպես նաեւ հավաստագրման գործընթացը դարձնելով ավելի ստանդարտացված ու միասնական եւ հնարավորություն ընձեռելով ընդլայնել մրցակցությունը տարբեր ուսումնական հաստատությունների ղեկավարման համար կազմակերպվող մրցույթներում։ Թերևս այսքանը։ Շնորհակալ եմ, հարցեր Անդրեասյան։ Համեցեք դինաս։ Տիկին Անդրեասյան, խնդրում եմ մեկնաբանեք հանրակրթության բնագավառում մարզպետը կամ Երևան քաղաքում քաղաքապետը այդ իր լիազորությունների կամ իրավասությունների մեջ 10-րդ կետն է, հա, համակարգում է դասագրքերի հայտերի ձևավորման եւ բաշխման գործընթացը։ Դասագրքերի հայտերը ինչի մասին է խոսքը։ Մի քիչ կարող մանրամասնության կարիք, օրինակ ես մտքիս մեջ մտածում եմ արդյոք տպագրության եւ այլնի հայտնա թե աշակերտներին տրամադրվողը։ Այդ թյուրիմացությունից խուսափելու համար արդյոք պետք չէ ավելի հասկանալի ունենալ դասագրքերի հայտերի ձևավորման, թե այսպես կա։ Շնորհակալություն Տիկին Գալստյան, պարզաբանեմ, որ մենք օրենքում արդեն իսկ ունենք մեկ այլ լիազորող նորմ, որով որ հաստատվում է դասագրքերով ապահովման կարգը։ Եվ արդեն իսկ այդ դասագրքերով ապահովման կարգում, որը հաստատված փաստաթուղթ է եւ գործում է, հստակեցված է, ինչ է նշանակում հայտերի ձևավորում եւ բաշխում։ Հայտերի ձևավորումը վերաբերում է դպրոցների կողմից դասագրքերի պահանջարկի ձևավորմանը, հաշվի առնելով նաեւ գրադարաններում արկա մնացորդը եւ երեխաների շարժը, իսկ բաշխումը վերաբերում է կոնկրետ տպագրված դասագրքերը մարզպետարանից արդեն կոնկրետ դպրոցներին բաշխման, այսինքն շատ այսպես առօրեական գործառույթ է, որը տարիներ շարունակ իրականացվում է եւ չեմ կարծում այդտեղ ենթաօրենսդրական ակտն էլ բավարար հստակություն տալիս է։ Ես ձեզ հարցը
Կարող եմ արձագանք, ուրեմն որ հարցը տալիս է հասկացա ինչի մասին է խոսքը, քանի դասարան, գրքի պահանջ եւ այլն, բայց ձևակերպումը համակարգում է դասագրքերի հայտերի։ Առաջին հայացքից ընկալում է, թե որ ինչի մասին է խոսքը, դասագրքերի ձևավորման, չգիտեմ, պատրաստման եւ այլն, այդ իմաստով, եթե կրտում եք, որ այնտեղ բացատրությունը կայ լրացնում է, ուրեմն թերևս հասկանալի կդառնա։ Շատ լավ, այլ հարցեր չկան։ Չկան։ Ես նաև ասեմ, որ մի քանի առաջարկել տենց որպես այդպեսին իմ կողմից է ներկայացվել, Տիկին Անդրեասյանը ընդհանուր կարգով ասել, դրանք նույնպես ընդունելի են եղել եւ ներկայացված են դրես ամփոփաթերթով եւ տեղեկանքներով։ Մասնավորապես այդ միասնական տեղեկանքի ձևակերպման հետ էր կապված հավաստագրի ներողություն եւ մեկ հոդված էլ դադարեցման կարգի լիազորությունների հետ կապված։ Շնորհակալ ենք առաջարկների ընդունման եւ մասնավորի հետ այո համագործակցության, որտեղ գիտեք վերջին շրջանում կառավարությունը, նախարարությունը որդեգրել է նոր քաղաքականություն եւ մասնավոր հատվածի հետ, այսինքն ոչ պետական դպրոցների հետ համագործակցությունը նախանշվել, ունենք նաև որոշակի ծրագրեր, առաջիկայում էլ դրանց մասին ավելի մանրամասն կհայտարարվի եւ կիրականացվի եւ այստեղ մեզ պետք է նաև օրենքով ունենալ լիազորություն, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա օրենքի շրջանակներում այդ համագործակցությունը սահմանել եւ կանոնակարգել։ Թերևս այսքանը, շնորհակալ ենք առաջարկների ընդունման համար, Տիկին Ղազան դուք ավելացնելու բան ունեք, չունեք։ Շատ լավ, քանի որ Տիկին Անդրեասյանը նաև այսօր կառավարության նիստ ունի, շատ ավելի լավ։ Շնորհակալ եմ, այդ դեպքում հարգելի գործընկերներ, քվեարկության ենք դրնում նախարարի կողմից ներկայացված առաջարկություններով եւ իմ կողմից ներկայացված առաջարկություններով հանդերձ նախագիծը նախադպրոցական կրթության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ դրանքից երկու օրենքներում փոփոխություններ կատարելու ընթերցեցի արդեն այն ջան կարստապած 10 Մարտուզենանայի եւ երկու օրենքներում դրանքից մի դեպքում փոփոխություն են, մի դեպքում երկուսի դեպքում է փոփոխություններ։ Ովքեր են կողմ 5 ձեռնպատ եկին գալիս են դուք։ Երկու ձեռնպատ, շատ լավ։ Այս խորհրդին առաջարկելու կարիք չկա, որտեղ երկրորդ ընթերցում էր։ Եվ անցնենք երկրորդ հարցին, բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է, կրկին երկրորդ ընթերցմամբ հիմնական զեկուցողը նորից նախարար Ժաննա Անդրեասյանն է, համեցեք Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Գաբրելյան, հարգելի գործընկերներ, ելի երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծի մասին ենք խոսում, դրա համար ուղղակի համառոտ հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում է նախորդ տարի ընդունված բարձրագույն կրթության և գիտության օրենքում որոշ փոփոխություններ անելու, որոնք ուղղված են հատկապես անցումային շրջանում ավելի հստակեցնելու կարգավորումները եւ ապահովելու համակարգի անխափան գործառնությունը, նաեւ միջև ամբողջությամբ նոր ենթաօրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելը եւ նախատեսված բարեփոխումների ամբողջ ծավալով իրականացումը եւ պետք է ասեմ, որ առաջինից երկրորդ ընթերցում պարոն Գաբրելյան աշխատանքային կարգով միասին քննարկել ենք որոշ առաջարկներ եւ կառավարության դիրքորոշումը դրական է ներկայացված առաջարկների վերաբերյալ, որոնք վերաբերում են ակադեմիայի գործունեության համար ավելի բարենպաստ պայմաններ ձևավորելու, մասնավորապես հաշվի առնելով ակադեմիկոսների անդամության եւ նախագահության ձևավորման հանգամանքները եւ ինչպես նաեւ հստակեցումները, որոնք վերաբերում են ընդունելության նոր կարգի ժամկետների կարգավորմանը, որտեղ տեխնիկապես նոր կարգով ընդունելությունը տեղի ունենալու 2030 թվականին, բայց ֆորմալ իմաստով դա արդեն 2030-2031 ուսումնական տարվա ընդունելությունն է եւ համապատասխան հստակեցման անհրաժեշտությունը նույնպես կար, ինչպես նաեւ այս ընթացքում նաեւ հերի հետ քննարկումները ցույց են տվել, որ որոշ դրույթներ կարիք ունեն խմբագրման, որպեսզի ավելի հստակ լինի հատկապես գործառնական հարցերը ներսում կարգավորելը եւ այդ փոփոխությունները խմբագրական նույնպես աշխատանքային կարգով քննարկվել են։ Սրանք են այն հիմնական դիտարկումները, որոնք եղել են առաջինից երկրորդ ընթերցում եւ դրանց վերաբերյալ կառավարությունը ունի դրական դիրքորոշում։